Արարատ 73-ի 73-ամյա լեգենդը, թիմակիցները, սաները, երկրպագուներն ու ընկերները, Արարատ 73-ի պաշտպան, գլխավոր մարզիչ եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը նշանավորում են ֆուտբոլային խորհրդանշական խաղով։ Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ եղել է սովետական միության չեմպիոն եւ գավաթակիր, եւ որպես մարդ, որպես անձնավորություն ինքը նվիրված իր գործին շատ եւ օրինակ է ծառայում մեր երիտասարդներին։ Մի քանի սերունդ են մասնակցելու, հավատացեք, կան մարդիկ, որոնք արդեն 70 են, 70-ից մի փոքր ցածր, կան երիտասարդներ, որ արդեն 25-30 տարեկան են։ Արմենի նման կարամ ասեմ ոչ մի ֆուտբոլիստ ես միջև այսօր չեմ հանդիպել, որ ինքը ունի իր ռեժիմը, պատրաստականությունը, ինքը շատ իր տարիների ընթացքում էլ իր խաղը երբեք չէ մոռանա Գերդ Մյուլլերի հետ, որ Գերդ Մյուլլերին տրմբարկոին սատկացրեց, սարքեց մի հատ չեմ անում ինչ, ոչ մի գնդակ չկպավ Գերդ Մյուլլերի ոտքին։ Լեգենդար ֆուտբոլիստը տևական ժամանակ բնակվում է Միացյալ Նահանգներում, որտեղ ընկերների հետ ֆուտբոլային դպրոց են հիմնել։ Ֆուտբոլը տարիք չի հարցնում, կարևորը մարզավիճակն է։ Այն ինչին որ հասել է Արարատ 73 թիվը մեր պատմության մեջ երևի ամենաբարձրագույն հաջողությունն է եւ մենք փորձեցինք մեր ժամանակաշրջանում էլի ուրախացնել մեր ժողովրդին, բայց փաստորեն է որ իրենք հաղթել են տիտղոս չեմպիոն եւ դա կմնա միշտ մեր Հայաստանի պատմության ամենաբարձր կետը ֆուտբոլում։ Օրը նաև լավ առիթ է հանդիպելու ընկերներին, հիշելու ու կրկին վերապրելու փառապանց հաղթանակը։ Ինձ համար մեծ հպարտություն է, որ Արմենին արդեն 54 տարի ճանաչում եմ եւ իրեն ցանկանում եմ քաջ առողջություն, երկար տարիների կյանք։ 1973-ի չեմպիոնական մրցաշրջանում 20-ամյա Սարգսյանն Արարատի առանցքային խաղացողներից էր, մասնակցել է 23 հանդիպման, արժանանալով առաջնության լավագույն նորեկի կոչմանը։ Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր հիշում են Արարատ 73 թիմի տղաներին եւ այն տղաներին, ովքեր այսօր մեզ հետ չեն։ Արդյոք լեգենդար թիմի հաջողությունները կարելի է կրկնել նաև հիմա, Արմեն Սարգսյանի խոսքով, իրենց հաջողության գրավականը հավատն էր ու միասնականությունը։ Պետք է թիմային գաղափարախոսություն մտցնել, եթե որևէ մեկը լավ չխաղա, կպարտվեն։ Պետք է պահանջկոտ լինել ֆուտբոլիստների հանդեպ եւ պատրաստել տեղի ֆուտբոլիստներին, պահանջելով, որ նրանք պետք է ավելի լավը լինեն, քան օտարները։ Եվ որպես փաստ ես կարող եմ նշել Արարատ 73-ը, որ հիմնականում բոլորս Հայաստանի խաղացած տղաներ են, այսինքն մարզված Հայաստանում եւ խաղացած են։ Եվ նույնպես կարող եմ նշել Արարատ 93-ը, երբ ես մարզիչն էր, որ այդ երեխաներին պատահ վերցրեցինք 17-16 տարեկան եւ արդեն 93-ին դառանք Հայաստանի չեմպիոն։ Արարատ 73-ը միակ թիմն է, որում Արմեն Սարգսյանը խաղացել է ամբողջ կարիերայի ընթացքում։ Բրյուրմկրչյան, Հակոբ Փափազյան, լուրեր։